Բարի երեկո սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը, Բելգիա ռադիոյով, ես Մարիա Հակոբյանյանն եմ, իսկ իմ հյուրը այսօր Սյուզաննա Բարեգամյանն է։ Սյուզաննա ջան, բարի երեկո։ Բարի երեկո սիրելի Մարիշ։ Ոնց եք։ Շատ լավ, շատ հաճելի մթնոլորտում, շատ լավ։ Շնորհակալություն, որ ժամանակ հատկացրեցիք, որպեսզի կարողանանք հանդիպենք։ Սիրով։ Ուրեմն սկսենք ամենասկզբից, այսինքն մոռացա ասեմ, որ Սյուզաննան Բրյուսելում Կոմիտաս երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենն է, որպեսզի մարդիկ իմանան, որտեղ ագանունով տենց կարող չիմանան, բայց Կոմիտաս դպրոցով վստահ են, որ պետք է իմանան։ Սյուզ, ո՞նց են փոքր ժամանակ, երբ ես ծնվել, որտեղ ես ծնվել։ Ծնվել եմ սովետական Հայաստանում, այսպես ասած, Երևանում, Նորքի Բարձունքում, շատ համերաշխ բազմանդամ ընտանիքում, մանկությունս անց եմ կացրել Նորքի Բարձունքում, ինչպես ասեցի, շատ լավ մանկություն եմ ունեցել երջանիկ։ Ինչ էիր սիրում, ինչ չէիր սիրում փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ կարելի ասել, չեմ մտածել ինչ չսիրեմ, որովհետև իրոք անհոգ մանկություն եմ ապրել, ինչպես երևի շատ սովետական շրջանի Չէին ասել, որ կարային բաներ կային, որ կարային չսիրեին։ Այո, երևի այնպես էր դվածքը դրված, որ սիրում էինք ամեն ինչ։ Հետո երբ դպրոց կարող եմ ասել դպրոցական տարիներին ինչ չեմ սիրել։ Ասա։ Սիրել եմ մաթեմատիկա, շատ եմ սիրել։ Երաժշտություն, դաշնամուր, որ ասեմ չեմ սիրել, այլ մի քիչ տարօրինակ էր ինձ համար պատմողական առարկաները, այդքան նվիրումով չէի սովորում։ Բայց երևի որ ասեմ շատ լավ սովորել եմ, շատ սիրով, մի քիչ Սուտ կլինի։ Չէ, սուտ չի։ Լավ կլինի, ճիշտ կլինի։ Իրոք այդպես, հիմա չգիտեմ ինչի։ Բաներ, отличница է։ Այո, այդպեսի շարժում կա, բոլորը շատ բարդ ասում են, որ իրենք մատ են սովորել դպրոցում, չգիտեմ, ինտերվյուները լսելուց շատ են։ Հիմա նոր մոդան այո։ Ես հակառակը կասեի, սիրում սովորել, սիրել եմ։ Գործ ունենք մենք մոդայի, ոնց կա տենց։ Ժամանակվանից սիրել եմ, դաշնամուր եմ շատ սիրում։ Քանի տարեկանից ես սկսել պարապել դաշնամուր։ Ուրեմն 6 տարեկան էի, 6-7 տարեկան էի, երբ որ մեր շրջանում Նորքում կուլտուրայի տուն էր կոչվում այն ժամանակ։ Այդ տանը այդպիսի խմբակ կար դաշնամուրի, մայրիկս ինձ տարավ դաշնամուրի, բայց մենք դաշնամուր չունեինք։ Վայ։ Մեր աստիճանների վրա, երբ որ աստիճանների վրա բարձրանում ես այդ ուղղությամբ, երկրորդ աստիճանի նստել էի, երրորդի վրա դաշնամուրի ստեղնաշարն էի նկարել ու նվագում էի։ Հայրս գործից եկավ, տեսավ, ասեց դու շատ ուզում դաշնամուր ունենաս։ Արդեն պարապում էիր, բայց հա, մի քանի դաս գնացել եմ։ Ասեցի, հա, շատ եմ սիրում դաշնամուր։ Ասեց, ես վաղը քո համար դաշնամուր կառնեմ։ Վայ, ինչ լավ է։ Մայրիկիս էլ ասեց, դու մտածի որտեղ ենք դնելու այդ դաշնամուրը։ Այսպես խոսեցինք, անցավ հաջորդ օրը տեսնենք մի հատ բեռնատար կանգնեց դրան մեր դրան մոտ ու հայրս եկավ մայրիկիս պատրաստել է տեղը, ասում է ինչի տեղը, դաշնամուրը, բավոն է գանել փաստորեն, Բերեցին դաշնամուրը տեղադրեցին, ինչ ուրախություն, մինչև հիմա հիշում եմ ես ոնց ուրախացա այդ դաշնամուրի համար։ Մենք ընտանիքում 5 երեխա էինք, ես երրորդն էի, ու որ իմ համար հատուկ դաշնամուր էր առել հայրիկս, շատ մեծ ուրախություն բերեցին։ Քուրիկներ, եղբայրներ։ 2 քույր ունեմ ինձնից մեծ, 2 փոքր եղբայր։ Հա, ոնց է մեջտեղի երեխա լինելը, միշտ ասում Շատ լավ, շատ։ Միշտ կարելի է մեծերին մեղադրել, երբ որ մեծերին պետք է մեղադրել, փոքրերին մեղադրել, երբ որ փոքր։ Միշտ անկյալ դիրքում։ Տես, այդ բաժակը կիսա, դարկ կիսա լիքի պատմությունն է։ Լիքը մարդ ասում են ես մեջտեղի մեծը լավ է, փուչուրը լավ է, մեջտեղին է լավ չի։ Դու էլ ասում ես, տես, փաստեն դու թեորիան ունես փաստորեն։ Այո։ Շատ էիր օգտագործում այդ թեորիան։ Միշտ օգտագործել եմ, շատ սիրված եմ եղել, մեծերը սիրել են, որ իրենց փոքրն եմ, փոքրն էլ հարգել են, որովհետև իրենց մեծն եմ։ Հետո հարմար էր, հարմար տարիք էր, չի ասենք երևի այն ամենամեծը փոքրի առումով շատ էր տարբերությունը։ Շատ էր տարբեր։ Իսկ դու սենց ոնց որ համ վերև համ ներքև։ Շատ լավ հասկացա, ներքևինի վերևինի տարբերություն 14 տարի էր ամեն դեպքում, բավականին մեծ։ Իսկ ես միջին դիրքում եմ, մինչև հիմա էլ կարելի ասել դիրքերս պահպանում եմ։ Մեղադրում ես, պետքա, թե արդեն ուրիշ ձև։ Չէ, արդեն ինքնավստահ առաջ եմ գնում։ Երևի դա էլ էր պատճառ, որ ես ինքնավստահ դարձա։ Իհարկե։
Իհարկե, հաստատ։ Հետո վերադառնանք իմ մանկությանը։ Այսա։ Ցա գաղտնիքներ ուզում եք իմանալ, երթո։ Խորհուրդ տվեցին, որ ավելի լուրջ դպրոց հաճախեմ, ինձ գրանցեցին Հայկանուշ Դանիելյանի անվան 7-ամյա երաժշտական դպրոցը։ Այդտեղ եմ սովորել։ Իսկ մինչև դա, հա, այդ կուլտուրայի տանն է։ Կուլտուրայի տան խմբակում։ Հա, խմբակիր ավելի շատ, դա խմբակիր, հա, այստեղ լուրջ երաժշտական դպրոց էր, բավականին բաց ծրագրով անցնող 7 տարի, շատ լավ դպրոց։ Սոլֆեջիո, երաժշտական մուզիկալն լիտերատուրա այո, երաժշտական գրականություն, Կիրակի օրերներ երգչախմբի պարապմունք։ Թելադրությունները, սոլֆեջիոյի։ Թելադրությունները, այո, այդ ամենը անցել ենք 7 տարի։ 7 տարի ես եմ գնացել։ Այո, մի հրաշք, այսպես ասած։ Ասածուց մի հատ փայտիկ ուներ, որ սխալ էի նվագում, ձեռներս խփում էր։ Կային այդպիսի դասատուներ, հա, իմ բախտը բերել էր ճիշտ ասած։ Քնություններն էլ ամեն քնությունից առաջ իմը տրավմա է, հոգեպես այդ բեմին բարձանալը, այդ ես ուսիկնա մտածում ես, էլ ինչին էր պետք է կան տենց։ Դե այդպես հանդիսավոր էին ներկայացնում։ Մենք դա մեր վրա շատ բաներ նստում, էլի շատ ճնշող, հա։ Ուղղակի ասում եմ, իմ բախտը բերել էր իմ դասատուն, շատ լավն էր, երիտասարդ աղջիկ էր։ Հա։ Ինքը համեստ, շատ լավ աղջիկ էր։ Դե շատ լավ, դրա համար երևի շատ սիրելի ու շարունակել ես։ Երևի հենց դրա համար էլ, բայց այնտեղ բարդ ծրագրեր կային, որ ինչ որ պետքա շատ լուրջ մասնագետ պարապեր այդ ծրագիրը, այդպիսի դրվածքներ կար ամեն դեպքում երևի կհիշես վերջին տարիներին էր բավականացնում միայն դասատուի հետ։ Հա, դե սկզբում դասատուին էին բան տալիս, ասենք սկզբնակներին տալիս էին ամփորձ դասատուներին երևի, հետո ինչքան բարձրանում էին կամ ասենք տենց լավ գույնները գնում էին հատուկ դասատուների մոտ։ Պես էր դրված ամեն դեպքում։ Հիերարխիա կար, հիերարխիա։ Կար, դա որքանով է լավ, որքանով է վատ, հիմա ես չեմ կարող ասել, բայց ես ծանր չեմ տարել այդ ամեն ինչի, իմ համար հետաքրքիր սովոր, մանավանդ որ այդտեղ էլ շատ լավ ընկերուհիներ ունեի երական դպրոցի, դա էլ լրիվ առանձին էր, այսպես ասած դպրոցի բացի ունենալ նաև երաժշտական դպրոցի ընկերները բավականին երաժշտական ընկերներ, բակի ընկերները ու դպրոցի ընկերները չէր կառնում իրանց իրար հետ, այսօր չկար դա առանձին ամեն ինչ ոնց ասած սոլֆեջիոյից առաջ որ մի քիչ շուտ էինք հավաքում, չէ՞ որ տենց իհարկե շատ հաճելի էր։ Հա, լավ հիշողություններ։ Դե շատ լավ հիշողություններ։ Իսկ շատ բարիկներ սովետական պերիոդի գնացել են նույն բանապարով։ Այո։ Երաժշտական դպրոց, նկարչության դպրոց, ես էլ կարծում եմ, որ ինքան էլ քննադատաբար մոտենանք, իհարկե, գլոբալ հարցերում շատ մեծ սխալներ, խնդիրներ են եղել, բայց որպես մանկություն, ասենք, պատանեկություն, երիտասարդություն վատ չենք ապրել, անհոգ ենք եղել, ինչ որտեղ կարելի է ասել։ Հա, հետո դες ինձ թվում է մեկը նաև մենք գիտենք ուրիշ տեղ ինչ կա, այսինքն ինչ կար մենք դրանով երանիկ ու գոհ ու ուրախանում էինք, այսինքն չունեինք այդ համեմատության աստիճանը, ոնց որ այսօր երեխաները ինտերնետ, Instagram, Facebook ինչ որ տենց ոչ ռեալ կյանքերին են հետևում, ասենք որ Instagram-ային կյանքեր են ու ինձ թվում է ինչ որտեղ մարդկանց մոտ ստեղծում է այդ չբավարարվածության ես եմ դա ուզում, ես եմ ուզում դա TikToker կամ influencer կամ blogger հնարավորություններն ու ընտրությունները շատ սահմանափակ էին ու բոլորի համար նույնն է բոլորի համար նույնն էին այո մենք ասենք մեր դպրոցում մտած գնաց շատ մարդիկ գնում են արտեկ ճամբարը հա արտեկ ճամբարը այդ մենակ որ տենց այո դասավորել էին իր մաման դասավորել տենց գնացել էր թե չմնացածը այ նույն հունով գնում էին մեծ տարբերություններ կարծես թե չկար ավարտեց դպրոցը վերջացնելը մինչև երաժշտական դպրոցը վերջացնելուց հետո կանգնեցի ընտրության առաջ 8-րդ վերջացրեցի երաժշտության հետ եւ պետքա ընտրեի կամ պետքա շարունակեի դպրոցը կամ երաժշտական ուսումնարան Ռոմանուս Մելիքյան այ ես ընտրեցի դպրոցը որովհետեւ իրոք ինձ շատ հետաքրքիր էր մինչև վերջ գիտության հա շատ կարեւոր էր ինձ համար մաթեմատիկայի թվերի հավասարումների խնդիրների մեջ ես ինչ լավ էի զգում։ Ինչ հետաքրքիր է։ Այդպես մտածեցի, որ երաժշտությունը չի փախնի։ Ես դեռ նրա հետևից կհասնեմ։ Բայց ճիշտ ես մտածել, որտեղ ընդհանուր դիպլոմ ստանում ես, հետո էլի կարող ես շարունակել քո երաժշտական բանով։ Այո, այդպես ընտրեցի դպրոցը։ Դպրոցը ավարտեցի շատ լավ գնահատականներով։ Իհարկե կարմիր Կոմսոմոլ, отлично։ Այո, ինչպես էին ասում, կարմիր դիպլոմով չստացա, որովհետև այդ ժամանակ մեր դպրոցում
պետք է վճարեիր, որ ստանայիր կարմիր դիպլոմ։ Մենք էլ ընտանիքով համաձայն չէինք նման պայմաններին, բայց ես տխրեցի, ճիշտ ասած, այդքան կարևոր չէր դա, որովհետև հետո ինստիտուտ պետքա սովորեի, դա էր ավելի կարևոր։ Մի անգամից ընդունվեցի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Պոլիտեխ։ Այո։ Ինչ է դա քրքի։ Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժին, արդյունաբերական էլեկտրոնիկա ֆակուլտետը։ Արդեն դեռ շատ հետաքրքիր քո կյանքը։ Ֆասմա որտեղ կիբեռնետիկա, որտեղ երաժշտությունը։ Չդավաճանեց այսպես ասած, ես մաթեմատիկա։ Այո։ Հետո ես հիմա որ պատմեմ, երեխա ժամանակ որ գալիս էի տուն, պարկում էի ու սկսում էի մտքիս մեջ հավասարումներ կազմել, որ թիվը ոչի ինչքանով կարելի է տարբերություն տա գումարելով, հանելով, պատկերացնում ես։ Չիմենքի Շատ եմ սիրել։ Այդպես պոլիտեխնիկում շատ լավ սովորեցի։ Հիմա ասեցի ընկերներ ունեի, չէ՞, բայց դե տարիք հետ որ մեծանում ենք, տարբեր ձևով ենք մեծանում։ Այ ինստիտուտի ընկերները ուրիշ ընկերություն ստացվեց, որ մինչև հիմա նույն ձևով ենք մտածում, իրար հետ շատ մտերիմ ենք, քանի տարի է անցել, բայց մտերմությունը միշտ կա։ Իմ ուսանողական ընկերուհիների հետ շատ մտերիմ ենք։ Ինչ լավ, դե ուրիշ տիպի ընկերություն, այդտեղ ավելի հասուն, ավելի։ Այո, ճիշտ ճանաչելով, իրար հետ մեծանալով, շատ հետաքրքիր։ Այդպես պոլիտեխ ավարտեցի։ Ավարտել եմ, այո, անշուշտ։ Հետո պոլիտեխնիկա ավարտեցի, եւ անմիջապես անցա աշխատելու, ինչպես դու ես ասում, բոլորը նույն ուղին։ Դրոց համալսարան երեխաական։ Բայց պետք է ամուսնանայիր այդ ճանապարհի վրա։ No, ոչ, չէ։ Ոչ, այդ մի հատ որտեղ միշտ պետք է ամուսնանայիր ինստիտուտ ավարտելուց առաջ, ամուսնանայիր, որ ավարտում էիր արդեն տուն էր մնացել, չէր կարող այդպես։ Կարող ենք այդպես ասել։ Բայց ամեն Չէ, ուրեմն ասեմ այդ կլասիկ ճանապարհը որ կար էլի, չէ, ասենք այդ երկրորդ, երրորդ կուրսից հետո արդեն սկսվում էր անժակաժը։ Այո, կային որ ամուսնացան, քույրիկս օրինակ, երկրորդ կուրսից ամուսնացան։ Ես չէ, ես որոշեցի անցնես պրոֆեսիոնալ աշխատանքին ու այդտենց մտածել չունեի անձնական վայելում էի։ Այո, իսկապես վայելում էի իմ ուսանողական տարիները շատ մեծ սիրով։ Ես իմ գիտության հետ, իմ ընկերուհիների հետ շատ լավ վերջացրեցի։ Ու անցա աշխատանքի։ Որ թիվներ արդեն դա որ ավարտեցի։ 88,1988 թիվ։ Ու անցա աշխատանքի լազերային տեխնիկա գիտահետազոտական ինստիտուտում, գիտահետազոտական ինստիտուտում, որպես ինժեներ, էլեկտրոնիկայի տեխնիկայի ինժեներ։ Շատ լավ էր, սկզբից ընդունվեցի աշխատանքի, բայց մի անգամից տարբերություն տվեց սովորելու տարիների հետ, որովհետև այնտեղ մի քիչ ուրիշ էր, գիտնականներ էին հիմնականում, այդքան ժամանակ չունեին, որ դասատների առաջ սովորեցնեին։ Իհարկե սովորում էինք, մենք էլ իրենց պրոյեկտների մեջ մտած գնում էինք, բայց այդքան ժամանակի առումով չկար որ սովորեցնեին։ Հա։ Ավելի ձեռքի տակ, ասենք, հիմնականն էին դուք կողքից երևի, հա։ Իհարկե ինստիտուտը շատ լավն էր, բացի լազերային տեխնիկայի արտադրությունից կար նաև քարերի բնական քարերի աճեցում։ Կարծեմ մինչև հիմա էլ եւի զբաղվում են դրանով։ Դա նորություն էր Հայաստանում։ Այդ մեր ինստիտուտում քարերի աճեցում։ Այ ասենք թե ռուբին, ոնց ասեմ, այդ քարերը ոչ բնական ճանապարհով կարողանում են աճացնել։ Հիմա ասում են, չէ, արհեստական մաքար։ Այ դրանք նորություններ, այսպես ասած, հենց մեր ինստիտուտում էին այդ գյուտերը արել, որ կարող ասել։ Դա քրքիրը, հա։ Դե շատ հետազոտական ինստիտուտներ կար Հայաստանում այն ժամանակ, որովհետեւ շատ գիտնականներ կային, ու ասենք, եթե չեմ սխալվում, անգամ Սովետական միության, ասենք, շատ հետազոտական ինստիտուտներ Հայաստանում, օրինակ, մենք այն Մերգելյանի կողքն էինք ապրում, Մերգելյանն էլ, ասենք, թե տարբեր Ես կարող եմ Մերգելյան ընտրել, այսպես ասած, նույն իմ մասնագիտական բանել, բայց սա նորություն էր, լազերային տեխնիկան ավելի հետաքրքիր։ Երևի այդ քարերի պահը քեզ ավելի շատ։ Ինձ ավելի շատ դուր եկավ շենքը։ Շատ կարևոր է։ Նորություն էր։ Անկեղծ ասած, մի քանի ինստիտուտ գնացի, վերջում ասեցի, ես լազերային տեխնիկայի բանեմ։ Ինչի ասում, այնտեղ աշխատավարձը բարձրեր են մյուսում, Մերգելյան, ասում, բայց դուք տեսել եք այդ շենքը, նորություն, ապակիներով մեծ։ Էստե, խոզորով չի։ Համար կարևոր բացառում է։ Բայց այդ շենքը պետք է մտնես, չէ՞ որ ամեն օր։ Ապրես, օր 8 ժամ։
դու գտնվելու ես այդ վայրում։ Որտեղ է այդ շենքը գտնվում։ 6-րդ զանգվածում Նորքի։ Հաստատ չգիտեմ։ Հեսա գնալու եմ նայեմ տեսնեմ այդ ինչ սիրուն շենքեր, որ քեզը տենց հրապրել էր։ Տարիների համար իրոք ես քանի տեղ գնացի։ Այն ժամանակ ինչպես էր հատկացնում էին տեղեր, պետքա գնայիր ընտրեիր, չէ՞։ Սյուզաննա Բայղամյան, այս հաստատություններում դու կարող ես գնալ աշխատել, գնա ինքդ դի մեզ ասա ինչ ես ուզում։ Հա, տես էր փաստորեն, հա։ Գնացի, նայեցի, ընկերուհիս էլ իմ հետ էր, միասին էլ ընտրեցինք այդտեղ։ Մտնում ես արդեն հին շենքը։ Հա, դու չես կարա։ Չես կարա դու տեղաշատես անհնար է։ Ինչ պատճառը, ասում եմ, ախր 8 ժամ օրվա մեջ այստեղ եմ գտնվելու։ Ինձ համար կարևոր է, որ դա լավը լինի։ Այդ որն է, որը բանը ֆրանսիացի գրողներից մեկը ասում է տանել չի կարողանում Էֆելյան աշտարակը, շատ հաճախ գնում է Էֆելյան աշտարակի վերևի ռեստորանում ածուտելու, ասում են չի գալիս, տեսնում որտեղ միակ տնա որտեղից Էֆելյան աշտարակը չեմ տեսնում։ Հիմա քոնն է, դու պետք է գոնե շենք ընտրեի, որից այդ շենքը երևա, դե շենքը որ նստած է։ Չէ, իրոք լավ է սարքել, մոդեռն, այսպես ասած, մոդեռն էր այդ ժամանակ։ Քանի տարի աշխատեցիր այդ մոդեռն շենքում։ Օ, չեմ կարող գաղտնիքները բացել, որովհետև սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ 88 թվականին եղավ երկրաշարժ, եւ այդ իմ ու քո ասած այդ ճանապարհը գտած դեռ փլուզվեց։ Ինչ տակիրա։ Փակվեց այդ հիմնարկը թե շատ, այսպես ասեմ, շատ գիտնականներ սկսեցին ինտեգրել Ղարաբաղյան շարժմանը, եւ շատ մեծ թափ ստացավ մեր ինստիտուտում դա։ Այսպես ասած, որ բոլորը գնային, որ այո, միտինգների էին մասնակցում, Սախարովինը հիշես, որ եկավ առաջինը եկավ մեր ինստիտուտ, այնտեղ դիմավորեցին, այսպես ասած, կոմիտեի ինչ-որ լուրջ կազմ ձևավորվեց։ Եվ նույնիսկ առաջի սպանվողը մեր ինստիտուտից էր հենց Վիտալի Կարծեմանն, մեծ շուկով իրեն թաղեցին։ Փոքր ժամանակ 13 տարեկան։ Ինչ ասեմ, սիրելի Մարիշ, ամեն ինչ խառնվեց իրար։ Այդ գծած ճանապարհը լրիվ վերացավ երկրաշարժից հետո եւ Ղարաբաղյան շարժումից հետո։ Երկրաշարժից հետո շատ տխուր էր ամեն ինչ, այսպես ասած։ Շարժման ժամանակ էլ սկսվեց պատերազմի վիճակը եւ ամբողջ ինստիտուտը վերածվեց զենքի արտադրության հիմնարկի։ Այն մասը, որ մենք գիտահետազոտական խնդիրներով էինք զբաղված, քար էինք աճացնում, գիտես ինչ նոր արարություններ, նոր սարքեր, տեխնիկայի մեջ, այդ ժամանակ դրանք վերացան եւ դարավ արդեն զին կենտրոն ինչ որ զենքերի զինվորական կենտրոն։ Հա, բրզա։ Պատկերացնեք հետո ինչա։ Այդ գործանում ասենք վայելեցի շենքը։ Երկու տարի, երևի մի տարի, 2 տարի վայելեցին։ Հետո ինչ արեցիր, ինչ որոշեցիր։ Հետո այն ժամանակ դուրս եկա այդ հիմնարկից։ Հիմնարկը փակվեց ավելի ճիշտ իր թեմայի մեջ։ Անք փնտրել, գտա շատ հեշտությամբ ռելեի գործարանում աշխատանք գտա։ Եվ քո ասած պահը եկա։ Շենքը սիրուն էր։ Ոչ այնքան, չէ, հրապուրիչ չէր։ Բայց ընդունեցիր աշխատանք։ Բայց հա, աշխատանքը ընդունեցի, պետքա ինժեներ էի աշխատում, բուրջել աշխատանք էր, դեռ աշխատում էի, բայց քո ասածի նման, ինչպես ասացիր, եկավ ամուսնանալու շարքը։ Ես սիրում եմ այդ պահերը։ Ամուսնացա 91 թվականին։ Ընդհանուր ծանոթ ամենահետաքրքիր պահերը մի թռի, հա։ Ընդհանուր ծանոթ ունեինք, ինձ տանը հանդիպեցինք, դից մտադրություն չունեի ամուսնանալու, ճիշտն ասած, այնքան լավ ծրագիր ունեի ես ինքս իմ համար, որպես ինքնաբավարար։ Այո, մամաս էլ որ ասեմ, տենց չէր ինձ հոգևորում, թե ամուսնացի, երբեք չէ, ասում է, երբ որ դու կցանկանաս հանգիստ կարող ես ինչքան ուզում ես քո կյանքը վայելի, երբ ուզենաս էջան։ Բայց դե ստացվեց, այդպես ստացվեց, հանդիպեցինք սովետական Հայաստանում, ամուսնացանք, անկախ Հայաստանից ընդամենը քանի օր անցավ, այսպես ասած, ամուսնացանք։ Դա արդեն 91, բայց երկրի վիճակը կամաց վատանում էր։ Դες երկրի վիճակը վատանում էր, ամեն ինչ վատ էր, պատերազմներ, չէ, երևի կհիշես 92-93 թվականներին, բայց մենք այդ
մեզ այդ բոլոր նեղությունների մեջ դժբախտ չէինք զգում ամեն դեպքում։ Դժվար տարիներ էին, հա, շատ դժվար տարիներ էին։ Լույսեր չկար, լույս Շատ չկար, բան ծանր չկար։ տարիներ էր, բայց հուսահատ չէինք ամեն դեպքում, թե երիտասարդ էինք, թե երիտասարդ էինք, նաև հետո բոլորս ասենք այդ Արցախի, ասենք Ղարաբաղի հարցով բոլոր շատ ողջավորված էին, հետո միաբան, այո։ Հետո այդ ժամանակ դեռ չգիտեինք որ կարա բողոքեինք ինձ թվում է։ Երևի։ Ոչ մեկ չէր ասել որ դա հնարավորություն է, օպցիա է։ Այդպես առաջնեկը ծնվեց 92-ին, սկսվեց ավելի վատ իրավիճակ, գնացինք Մոսկվա, հետո վերադարձավ որտեղ երկրորդը պետքա ծնվեր 93-ին։ Հա, բասեն տղաները այնտեղ են ծնվել։ Եկել եմ Հայաստան, ծնվել են գնա։ Մեր առաջնեկը ծնվեց գնացի։ Առաջնեկը Ռոբերտն է, հա։ Ծնվեց գնացիր Մոսկվա։ Հետո եկա որ ծննդաբերեցի ու միանգամից գնացիր, հա։ Հետո նորից վերադարձանք Հայաստան, ամուսինս ամբողջ կյանքը աշխատել է օրկեստրում, վերջին երաժիշտ է, կոնտրաբաս է նվագում, ինքը աշխատել էր Լորիս Ճգնավորյանի օրկեստրում։ Այն փիս տարիներին ուսանող էի, ու այդ Ճգնավորյանի բանը ֆիլհարմոնիայի մեջ չէ, բաները տալիս, ու միակ տեղն էր որտեղ տաք էր։ Ճիշտ է։ Ու մենք ամբողջ կուրսով չի, բայց ընկերների խմբով բան էինք վերցրել, ինչ որ ամբանիմի բաներ ստեղծել ինքը երիտասարդների համար շատ մատչելի։ Այո, ու բոլոր երիտասարդները այդ բանում նստած էին, դեռ դա միակ համերգն էր, որ ասենք տեղի էր ունենում, ու երաժշտություններ ու լուսավորեր ու տաքեր, ու ես մենք բոլորով գնում ենք բոլոր համերգներին։ Գիտես ինքը գիտեր, ինքը դրա համար էլ արել էր, բայց ես կարծում եմ որ դա շատ խելացի քայլ էր, որովհետև ասենք մենք ամենը տարբեր բաների համար, բայց նաև նրա համար որտեղ տաքեր, որտեղ երաժշտություններ, ասենք տպավորություն ենք որտեղ ենք գնում, բան, ոնց որ դրա շնորհիվ շատ մարդիկ, ասենք կլասիկ երաժշտության հետ համերաշխեցին, այսինքն ծանոթացան, որոնք երբեք չէին լսել, ասենք, բայց չեմ ասում իրանք դրանից երաժիշտ դառան, բայց մենակ այն փաստը, որ մենք ամեն անգամ համերգի ներկա էինք, այսինքն ու շատ մատչելի գնով էր դրել, որտեղ ժամանակ դες ուսանող էինք, տենց անձնապես հենց այդ նպատակով էլ արել էր, որ մատչելի լիներ, ինքը իդեալից Լորիս Ճգնավորյանը բավականին մեծ աշխատանք կատարեց։ Մեծ ֆինանսներ բերեց ներդրեց ահագին։ Ճիշտ է, այդ ժամանակ ինքը ասենց ոնց որ այդ լույսի բաներ էլի, շատ պոզիտիվ բաներ էր անում, համերգներ, բաներ, շատ մեծ sense հիշում եմ։ Իր երաժիշտներին ազատել էին բանակից, պատերազմից չէին գալու։ Այդքան որ հիշում եք բռնում էին, տանում, իրենց թուղթ կար, որ իրենց իրավունքն են տանելու ազատված են, որովհետև դուք ինքը իր աշխատանքը առաջ էր տանում այդ տարիներին։ Դե որտեվ արդեն չի կարելի բոլորին տանել, իսկ ես ասում էին, որ ահագին շատ տաղանդավոր այս վերջի անգամ բաներ բժիշկ էր, որը այդպես հետազոտություններով էր զբաղվում, բավականին այդպես գնացել էր պատերազմ ու զոհվել էր։ Ադենիդ ինստիտուտի դիպլոմ մարդ որ պատմեց, ինչքան մարդ զոհվեց։ Հա, ուզում եմ ասեմ, բայց դե բարդ է, ամեն մեկն էլ եւի ուզում էր իր մասնակցությունը ցույց տալ, հետո ժամանակ միացեն ոգևորվածություն կար, միած sense պարտականության զգացում կար մարդկանց մոտ, ինձ թվում է, որ այդ առաջի շրջանը մասնակցեին պատերազմին։ Ու հետո այդպես ամբողջ աշխարհում անեկան, երբեք մտքով չանցավ որ պետքա ինչ-որ միտեղ մնա, շատ էին մնում։ Ամեն անգամ խմբով գնում էին, շատերը մնում էին, ինքը շատ հպարտորեն ասում ես երբեք չեմ մնա։ Բայց պարզեց պետք չէր ասել երբեք։ Մի օր էլ ինքը եկավ այստեղ աշխատանք առաջարկեցին։ Հա, ինչ է դարքիրա։ Ես կմնամ այստեղ, իհարկե խմբով չեկավ, հետո մենակ եկավ, որ այդ աշխատանքը ընդունի։ Խմբով եկավ ծանոթացա։ Հա, սկսեց պես երաժիշտ։ Այո, հենց նացիոնալում այստեղի Բելգիայի։ Հա, օրկեստրի նացիոնալ։ Այո։ Այդտեղ սկսեց աշխատել, բայց մենք չեկանք։ Ես երեխաների հետ մնացի Հայաստանում, վերադարձանք Հայաստան, ասի ես ինչ որտեղ միջև վերջ չհամոզվես դուրս չես գալիս, էլի հայրենիքից, այդպես է։ Դե դժվար էր, ասենք այն ժամանակ այդքան բան չէր, հեշտ չէր այսօրվա նման տենց վերանաս ու գնաս, հատկապես երկու երեխայի հետ կարծում եմ մի երկու որ քիչ չես ճանաչում, հետո երևի մտածում ես սպասել տեսնենք մնում աչի մնում, ոնց է լինում, հա, հա։ Բայց ամենավատ այդ տարիներ գիտես ինչներ, որ մարդիկ փոխվեցին։ Հա։ Պայմանների հետ մարդիկ մի տեսակ
այն մարդկանց ճանաչում էիր, գիտեր ինչպիսին են, մի տեսակ սկսեցին փոխվել։ Երևի վշտից էր, թե պայմաններից էր։ Դե ցան պայմաններ էր, կորուստներ ունին բոլորը, աշխատանքները շատ դժվար էր, ֆինանսապես դժվար էր, լույս չկար, իսկ թվում է շատ բարդ, ասենք հետո բաներ կար, ես հիշում եմ մի ժամանակ ես ուսանող էի, ասենք երեկոները ուշ վախենում էի դուրս գալ, որտեվ ասենք մարդիկ շատ ունեին անց վրա բաներ, զենքեր կային, հա, ու կրակոցներ էր լսում, ինչ որ հաշիվներ էին լուծում գիշերները, հենց դա է, ինչ որ փոփոխություն չէ, մեր համար դա փոփոխություն էր, բան ժամներ, ոնց է կոչվում էր, պարետային ժամներ եւ այլն։ Ուզում եմ ասեմ, իհարկե, շատ փոխվեց կյանքը այդ ժամանակ։ Այո, կյանքը փոխվեց, մարդիկ էլ հետո։ Ես չեմ ասում, որ ես չփոխվեցի։ Չէ, բոլորը, դե երևի այն անդարտ ուսանողական Սրդական կյանքից նկարագրացան, արդեն դրանք էր բաներ, բլումներ ու ինչքան ժամանակ այդպես առանձին մի տարի, հա, հետո այստեղ երաժշտական դպրոցում ընդունվեց աշխատանքի, այդ վիճակից որ զգացի, որ իրոք փոփոխությունը դեպի լավը չի։ Չէ։ Դա էր այդ մթնոլորտի երևի հետո դժվար էր այդտեղ մենակ երեխաների այստեղ դալ երկարատև լուծում չէր լինի երևի այդպես մենք էլ եկանք Բերիայի թագավորություն շատ լավ ընդունեցին մեզ չեմ կարող բողոքել ամեն ինչ կարծես շատ լավ ստացվեց ինքը աշխատում էր հետո անցավ երաժշտական դպրոցում աշխատեց ուրիշ արտիստներում աշխատեց ինքը 99-ից արդեն այստեղ աշխատում էր այն առաջի հայերից աստորեն նոր եկած միշտ ասում եմ որ այդ թվերից մարդիկ շատ են եկել են հա այդ տարիներին երեխաներս այստեղ են գնացել դպրոց ուսում այստեղ են ստացել հա բայց որ փոքր էին հա դե երևի տենց ավելի ճիշտ է որտեղ որոշ ավելի մեծ տարիքում ավելի դժվար ասենք լեզուն պետք է սովորել, նոր դպրոց, նոր ամեն ինչ։ Ես չգիտեի ֆրանսերեն, ընդհանրապես չեմ իմացել, անգլերեն եմ իմացել շատ լավ, բոլոր իմ ուսանողական տարիներին դպրոցական անգլերեն։ Հետո շատ բարդ էր, որ պետք է անցնեի ֆրանսերենին։ Ամեն դեպքում սկսեցի ֆլամաներենից, բայց երեխաները գնացին։ Հա, ֆլամաներենից սկսեցի։ Այո, սկսեցի ֆլամաներենից։ Ինչի սկսեցի ֆլամաներենից, որտեղ ամուսինս որ աշխատում էր, ֆլամանական գոտում էր երաժշտական դպրոցը։ Մի օր եկավ ինձ ասեց Գիտես շատ շտապ փոխարինող է պետք դաշնամուրի դասարանում, ասի բայց ես ասեց ոչ մի բայց վաղը անհրաժեշտ է, պետքա գաս։ Հետո ինչ եմ արի ամբողջ գիշեր նստել եմ բառարանով գրել եմ բարև ձեզ, խույն դախ։ Ձերքդ աչ ձերքդ էսպես պահի ձախ այնպես հիմա դանդաղած ասма ուսանողին հարցում են ճապոներին գիտես մկնությունը երբ է հիմա կոննա քնությունը վաղն է դրեցի այդ դրը գրեցի ոնց պետքա խոսեմ աշակերտների հետ Отличница էլ ինչ ես ասում գերազանցի մնում է գերազանցիկ երևի պոլիտեխնիկի կադր մեծ ցուցակ եղավ հա դե ես գիտեմ ինչ պետք է ասեմ շատ եմ պարապել դաշնամուր ես երեխաները հիմնականում շատ պարապել ձերքդ ոնց դնես դրանք լրիվ ֆլամաներեն այսինքն մի րոպե որտեղ ես դաշնամուր պարապել այդ մասը բաց թողեցինք դու ինժեներ էիր ես ինժեներ էի միաժամանակ դաշնամուրի դասարան կա որտեղ ես երեխաների հետ հա փաստորեն դա միշտ պաշտպանել ես կողքից հա պահպանել ես կողքից երաժշտական բանը Այդպես սովորեցի, որոշեցի ֆլամանական դպրոց, գնացի ֆլամանական դպրոց, միաժամանակ այնտեղ դասեր են, պարզեց շատ էին հավանելի ինձ։ Բազեց հայերեն հայերեն խոսացին այդպես չէ։ Եվ այդտեղ շատ լավ մարդիկ հանդիպեցի։ Կարող եմ ասել, հանդիպեցի Անահիտ Կարպովային։ Հրաշալի անձնավորություն, չգիտեմ ճանաչում ես թե չէ։ Ցավոք չէ։ Անահիտ Կարպովան ինքը մասնակցել է Էլիզաբետի կոնկուրսին։ Հրաշալի դաշնակահարի եկել է այստեղ ու ամուսնացել է Բերիացու հետ այդ ժամանակ դեռ նոր էին ամուսնացել իրենք որ մենք հանդիպեցինք ինքը ինչ շատ այսպես լավ ընդունեց որպես գոլեգա ինքը հայ է Անահիտ Կարպովան իր մայրիկը հայ է հայրը ռուս հա բայց ինքը շատ լավ հայերեն է խոսում հա ինչ լավ է ու ինքը Ռոբերտի դասատուն էր դարձավ Ռոբերտի դաշնամուրի դասատուն որ տեսնեք այդ դաշնամուրի նոտաների վրա հայերեն տառերով այստեղ կամած կնվագես Ռոբերտ ինչ լավ է պատկերացնեք ամբողջ կյանքը Մոսկվայում ապրել այո Բելգիայում ապրում Բելգիայում է ապրում այո Իրանն ինտերան ենք
կարող ես շատ համեստ հրաշալի անձնավորություն։ Ես սիրում եմ տենց այն օրը բանը ընկերուս տղային տարել եմ այս Քրիսմասի միջոցառմանը անունը Սևանա ու տենց վազվզում այս երեխեն գնաց մեր պապի մոտ գալիս է բաման ես ասում Սևան ասենց ինչու համերգը վերջացել է դաստս մի հատ գուտե պետք է լիներ մի հատ տատիկին ասենց համ դուք հայ եք ասում հա հայ ենք Բազում է ինքը բանի Կասաբլանկայի Մարոկոյի հայ է, այնտեղից է եկել ու իր աղջիկը այդ օրկեստրում, ոնց որ այդ օրկեստրի այդ բանի պրեզիդենտն է ու համել ջութակահարուին է, ու տենց զրուցեցին իրանք բոլորը այնքան ապրում, աղջիկը իմաստեղ ապրում, ուզում ասեմ լրիվ հանգարցակի, ասում ես որ լսեցի Սևան, ասում մտածեցի իրանք հաստատ հայ կլինեն։ Դենք հիմա բոլորը ապրում, ինչ եմ ուզում ասեմ, որ կան շատ հայեր, որոնց չենք ճանաչում։ Այո, ինքը հայտնի չի Անահիտ, բայց ինքը հրաշալի երաժիշտ է։ Դե շատ լավ։ Շատ լավ էր։ Իր աղջիկը այս վերջի անգամ համերգին գնացել էի, արդեն 4-րդ կուրս է, շատ լավ նվագում է։ Այն ժամանակ ասում եմ, նոր ամուսնացել էր երեխայր չունեն, որ մենք հանդիպել։ Այդպես։ Դե շատ լավ։ Այդ երաժշտական դպրոցում երկար տարիներ աշխատեցինք։ Հա, դասավանդեցի։ Այո, միաժամանակ ֆլամաներին սովորեցի, հետո անցա ֆրանսերենին, որովհետև անհրաժեշտ էր ամեն դեպքում երեխաները դպրոցում ֆրանսերեն էին անցնում, ֆրանսերենն էլ բոլոր մակարդակներով 4-րդ էր կարծես վերջացրեցի այդպես իսկ ոնց որոշեցիր քո անձնական դպրոցը բացել մինչև դպրոցը բացելը անձնական ասենք շատ էի զբաղված չէ ես որ պատմում եմ աշխատեցի դրան դու կարող ես գումարել որ 100%-անոց մայրիկ եմ եղել դե որպես ծնող 100% գիշեր դերեք որ ասում եմ մայրիկ կամ մայրիկ ես կամ մայրիկ չես Այո, ես կարաս քեզ դրույքով մայրիկ լինես, ասենք չեմ իմանում։ Բայց դա մեծ աշխատանք է, չէ՞։ Իհարկե։ Այո, ուզում ասեմ դրան էլ գումարում ես նա։ Համար 3 կյանք կա։ Մեկը աշխատանքն է, մեկը բարիքն է, մյուսը տունն է, 4-րդն էլ ամուսինը։ Բայց ուզում ասեմ, երբ որ քո աշխատանքը վերջանում է, օրը աշխատանքային դեռ քո օրը չի վերջանում։ Սկսում է մնացածը երեխա, ուտելիք տուն եւ այլն դաս։ Դա էլ մյուս զբաղվածությունն էր մայրիկ լինելը։ Ահագին հետաքրքիր այսպես ասած, բայց բարդ աշխատանք ու շատ պատասխանատու։ Այդպես ուզում էի, որ լեզուն լավ տիրապետեի ֆրանսերենին։ Դրա համար, ինչպես ասեցի, ես ուսման մի քիչ ծարավ ունեի։ Վաղուց չէի սովորել։ Վաղուց ավրես։ Վաղուց դպրոց չի գնացել։ Լճացել էի այսպես ասած։ Ասեցի լավ ինչ կարամ անեմ մի նոր մասնագիտություն որ ես ընդհանրապես չեմ արել որ իմ մտքով անգամ չի անցել սկսեցի փնտրել նոր մասնագիտություն ինչ կար դա երևի արդեն 13 թիվն էր բավականին երկար ժամանակ ես աշխատել եմ ու գտա որ ասեմ երևի կզարմանաս life coaching չգիտեմ գիտես թե չէ կյանքի մարզիչ եթե թարգմանեմ ասես ինչ հետաքրքիր կլինի այս մասնագիտությունը ես պիտի սովորեմ մասնագիտություն գրանցվեցի on-line 5 տարի էր մաքսիմում որ կարող էր սովորել շատ ինտենսիվ էր աշխատանքներ էինք կատարում հանձնում էինք քննություն ուսելում քննություններ էինք տալիս շատ հետաքրքիր ինձ բավականին լցրեց այդ մասնագիտությունը ինքան բան սովորեցի որ ասենք թե չգիտեի կյանքի մասին հետաքրքիր է դե շատ հետաքրքիր ես դա այսպես ասած հոգեբանության մի մաս է այո հոգեբան պրակտիկ ավելի պրակտիկ կյանքին վերաբերվող ասենք այնպես բաներ կար որ ինձ թվում էր դա բնական է բայց պարզվում էր իմ համար որ դա բնական չի դա պետքա սովորես որ այդպեսին լինես իսկ մենք դա միշտ անտեսում ենք մարդկանց մեջ չէ ասում եք էսպիսին է այնպիսին է բայց մարդիկ էլ կան ու մոտ դա մի քիչ ավելի նատուրալ կա մարդիկ կա ու ինչ-որ նատուրալ չկա այո օրինակ հենց այդպես վանդացել է ոնց է նորմալ մարդու նման ապրել էլի որտեվ ասենք ինքը sense չի կարեք մի բանը պետք է պլանավորի անի հետո մի բան պլանավորի այսպես ես ռասնա պլանովի չեր բանանում տեն ասես ոնց է ապրել եմ նորմալ մարդու պես ու ասենք այդ ժամանակ ես հասկանում եմ որ բոլորը չէ որ քո նման են ապրում ճիշտ է բոլորը չի որ այդպես են մտածում ճիշտ է ու իրանց նամա դա նորմալ այո դա իրանց նորմալն է դրա համար այս սովորել ինձ բավականին բան սովորեցրեց եւ իմ հանդեպ եւ ես ինչպիսին եմ եւ դիմացինին ինչպես կարելի է ընդունել
գնահատել, չքննադատել։ Ճիշտ է։ Որը շատ մեծ աշխատանք է հայերի համար հատկապես։ Գիտես ինչ լուրջ հանգստություն եկավ վրաս, երբ որ ես դա հասկացա։ Կարևոր էր։ Ճիշտ է, ես չաշխատեցի, չեմ ուզում, հա, խորհուրդներ տամ, եթե զրուցենք միգուցե ցանկացող լինի, կարող եմ ինչ-որ, բայց հասկացա, որ ես չեմ աշխատելու դա մեջ, բայց դա քո համար, հա, շատ մեծ աշխատանք կատարեց։ Դա քո համար կարևոր աշխատանք էր։ Շատ լավ էր քննություններ, որ տվեցի, շատ գոհ մնացի ինձանից։ Գերազանցիկ։ Դրանից հետո ուրիշ բաներ սովորեցի։ Ես սովորել եմ։ Սովորել եմ, հա։ Ինչ սովորել եմ։ Վերջինը որ սովորել եմ, դա գույների եւ երաժշտության համադրությունը, այդպիսի կուրսեր կար, պարզվեց, բայց դա այդքանից չհետաքրքրեց, ճիշտ ասեմ, չէ։ Ինչ հետաքրքիր է։ Այդ ժամանակ արդեն որոշեցի, իսկ ինչ կարող եմ անել, այդ քո հարցին թե ինչպես ստեղծել։ Մենք մի հատ դասատ ունենք, ինքը կլասիկ երաժշտություն միացնում էր, ու ասում էր աչքին այդ փակեք ու պատկերացրեք, ինչ եք պատկերացնում, հետո նկարեք։ Ահա, այդ էր էլի։ Հա, դրա մի քիչ այդ քո, հա, ասած, հա, շատ հետաքրքիր էր, ասենք թե ամեն մեկը յուրովի էր անցնում կլասիկ երաժշտությունը։ Դա է շատ հետաքրքիր։ Ուղղակի ես ոնց որ հագեցած էի արդեն մյուս։ Հա, դե հասկանալի է, հա։ Մտածեցի, որ սա ինձ շատ մեծ բան չի տալիս։ Անավանդ այդ անդադ երաժշտության մեջ եմ եղել, դա այդքան չէ, նորություն չէր բերում քեզ, հա։ Եվ որոշեցի, ասացի հիմա պետքա մի բան անեմ։ Ահա։ Ինչ կարող եմ։ Ես սովորացի հետ։ Ինժեներական մոտեցումը կլասիկ երաժշտության։ Իսկ ինձ համար իրոք մաթեմատիկան, երաժշտությունը շատ մոտ են։ Շատ, երկուսն էլ բոլոր երեխաները ովքեր գնացին, հիմնական դաշնամուրի, ես չգիտեմ, մնացած գործիքների հետ գործ ունեն, ինչա դաշնամուրի ժամանակ երկու ձեռքը տարբեր բան են նվագում։ Իսկ դա ուղեղի զարգացման համար շատ երկու պալուշարյաններ, որ հիմա վարժություններ են անում, բահլը որ մի հատ դնեին այդ երաժշտական է, որ մի ձեռդ մի բան ասում, մի ձեռդ մի բան ասում։ Այդպես ասեցի, Սյուզաննա, դու ինչ կուզենայի իրանեիր, եւ ինքս ես ինձ պատասխանեցի։ Ասի, այ ես կուզենայի հիմնադրեի մի երաժշտական դպրոց։ Քանի որ ունեմ երաժիշտ ամուսին, երաժիշտ ընկերներ, ու շատ երկար տարիներ այդ բնակավարում աշխատել եմ։ Բավականին մեծ փորձ։ Ինչու՞ չէ։ Խորհրդակցեցինք, սկզբից 4-ով ես ամուսինս երեխաներս, ուղի 10 տարի առաջ էր։ Հա, երեխաները արդեն մեծ էին, հա, պատկերացրու, երևի արդեն ինստիտուտն էլ վերջացրել է Ռոբերտը կապը։ Որոշեցինք, որ այո, հնարավոր է, ինչու ոչ, այդ շրջապատ ունենք երաժիշտների, հենց բելգիացի երաժիշտների սկսեցինք, այդպես դպրոցի անունը դրեցինք Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, մինչև այդ ես սովորել էի հեռահար խմբավարի մասնագիտություն, մասնագիտացել էի խմբավար լինելու մեջ եւ առաջարկություն ստացա Գանսորենի Սուրբ Սեսիլ եկեղեցուց։ Իրենք ինձ առաջարկեցին, ասեն դու արի մեր խմբին, քարաձայն երգչախմբին խմբավար, մենք էլ ձեզ կտրամադրենք սրահ, որտեղ դուք հիմնեք ձեր երաժշտական դպրոցը։ Հենց այդպես էլ արեցինք։ Պայմանագիր շատ ձեր դպրոցը։ Այսպես ասած եկեղեցուց դուրս, իրենք առանձին, որը Գանձորեն, հա։ Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, հենց Գանսորենի Սուրբ Սեսիլ եկեղեցու հետևնամաս, մեծ տարածք ունեն։ Լավ շատ պրոյեկտ է, այո, ստորագրեցինք երկկողմանի պայմանագիր, որ ես պետք է, իհարկե վճարում էին ինձ։ Պարզապես, այդպես ես էլ իրենց կոմպենսացնում էինք իրար, բայց ամեն դեպքում հաշվարկներ արվում։ Երկկողմանի համագործակցություն։ Երկկողմանի համագործակցությունը տևեց մինչև կովիդը։ Կովիդի ժամանակ, քանի որ երգչախմբերը ահելվեց, հա, դե չէին կարող։ Չէր կարելի։ Ասենք, բայց կովիդի ժամանակ դա մարդիկ կային, որ օնլայն ինչ-որ բաներ էին անում, չէ՞, փորձել շատ դժվար է ձայնային բանի առումով, չէ՞։ Դա ոնց որ ժամանակի կորուստ լինի, հասկանում ես։ Ընդհանրապես երգչախմբերը նրա համար են, որ մարդիկ իրենց ռեալիզացնեն, իրար հանդիպեն ու այդ հարմոնիաները, որ իրար հետ երգում են, դա շատ մեծ բավարարվածություն է
տալիս մարդուն։ Իսկ հերահար դու դա չես զգում։ Միգուցե ուրիշները զգում են, Այն ամերիկյան մի հատ խումբ կա ամերիկյան երգիչների մոտ 100 հոգի են, ինչ են շատ, որ երգելու ժամանակ նաև շարժումներ են անում, բաներ են անում, չէ։ Միշտ որ ես իրանց նայում եմ, ասում եմ, օրինակ ցած երգչախումբում մարդ կուզենա մասնակցել, ասես ակտիվ երգչախումբա, ոչ թե մեր sense ստատիկ ավելի չէ, մենք էլ երաժշտացել ենք դպրոցում, երաժշտական դպրոցում գնացել ենք տարբեր երգչախմբերի, դե papan էլ ինստիտուտում հայկական երգերի երգչախումբ ունեցել բուսում տարիներ, ու մենք Արմենի հետ փոքր ժամանակվանից ասում եմ իրենց երգելով մեծացել ենք, բայց ուզում եմ ասեմ, հիմա որ ես անգամ նայում եմ, ինչքան հետաքրքիր է այդ մոտեցումը, ասենք թե ավելի դինամիկայի, ավելի քան թե մեր այդ ստատիկ ճիշտ է։ Այդպես չէր ստացվի, ինձ համար չէր ստացվի հեռահար։ Կովիդից հետո, այսպես ասած, 21 թվական փորձեցինք մի հատ էլ չստացվեց, նորից փակեցին։ Իսկ ասենք երաժշտական դպրոցը կարելի էր անհատական, դասերը մասկայով, իսկ երգը մասկայով կարծես թե հնարավոր չէր, մակներով չէր ստացվում։ Այդպես, քանի որ մի քանի տարի տևեց, ամեն դեպքում 2-3 տարի տևեց, վերջացրեցի, ասեցի էլ ես չեմ գա որպես խմբավար։ Հայր Զատիկից առաջարկություն ստացա հիմնել երգչախումբ, այսինքն երգչախումբը կար արդեն, բայց շատ քիչ էին, ոչ հոգևոր երգեր երգելու համար Հայր Զատիկը այսպիսի նպատակ ուներ, ուզում էր երգչախումբ ունեինք, Անահիտը արդեն ստեղծել էր։ Մի հատ կին չէր, որ ստեղծել էր, հետո գնաց վերադարձավ Հայաստան։ Հայաստան չգնաց, միգուցե դա չէր, որտեղ հիշում եմ մեկը կար, որ ստեղծել էր, հետո ոնց որ ասեցին գնացել է Հայաստան, կարող է ես եմ սխալ հիշում, կարող է ես եմ սխալ հիշում, բայց շատ լավ երգչախումբ էր։ Կոպենհագեն գնաց, Անահիտ։ Մյուս Անահիտը, չէ, մինչև Անահիտն գիտեմ, մեկը կա, որ հենց ինքը ստեղծեց, ու լավ խումբ էր հավաքվել, լավ խումբ էր հավաքվել, հետո ոնց որ թե ասեցին գնացել է Հայաստան, հետո Անահիտը գնաց Կոպենհագեն, ես սկսեցի զբաղվել, բայց չստացվեց, չստացվեց, հաճախումները շատ ռեգուլար չէին, այո, ես այդպես սովոր չէի, այսպես ասած, թե դու Այ մաթեմատիկորեն հաշվարկները մաթեմատիկորեն այո 1+1 այնտեղ 20-ից ավելի ինչ քառաձայն երգչախումբ էր ու կաթոլիկ եկեղեցում մեր հայկական առաքելական եկեղեցու պես երգերը չեն կրկնվում ամեն շաբաթ իրենք ամեն շաբաթ այսպես ասած նոր երգեր են երգում փոփոխում են որտեղ ամեն շաբաթ իր թեման ունի Մինչև Հիսուսի ծնունդը, հետո մինչև Խաչատրի, բոլոր շաբաթ, ամեն շաբաթը տարվա մեջ մի խորհուրդ ունի։ Ու այդ բոլոր երգերը համապատասխանեցված է 600 հատ երգ ունեինք, այդ տարիքին էլ ինքան ողջևորված, այո։ Դրա նոր երգեր էին անդադ բերում, ավելացնում էինք, ունեինք երգեհոնի նվագող, որ միշտ փորձերին ու գալիս էր, համերգներ էինք տալիս Ուզում եմ ասեմ, շատ կանոնավոր էր այդ ամեն ինչը կաթոլիկ։ Բայց իրանք էին կամավորներ, այսինքն իրանք անում էին շատ լավ էին երգում, կամավոր։ Չէ, ուզում եմ ասեմ, մշտակ բան չէին իրանք, դա իրանք մասնագիտությունը չէր, դա իրանք ոնց որ հոբբիի նման էր, հա։ Հոբբիի նման էր, բայց քանի որ անդամ էին եկեղեցու, միգուցե ինչ որ գումար ստանում էին, հա։ Բայց ասեմ, շատ կարգապահ էին։ Ունեին իրենց կանոնադրությունը, որը ես ուզեցի ճիշտ ներդրեմ հայկական երգչախումբ չստացվեց։ Ձայնագրությունները կանոնադրությունը դնես հայկական Սիրելի Մարիշ, մի օր երևի ես քեզ ցույց կտամ, ես ինչ աշխատանք եմ տարել այդ երգչախմբի համար, որը ընդհանրապես չընդունվեց։ Հա, իրենք գալիս էին ժամանակ անցկացնել։ Ձայնագրություններով, բոլոր այները տարբեր հավաքում էի կոմպյուտերով, ես ծրագիր ունեմ, այսպես ասած մաթեմատիկան էլ հետը իմ ծրագրերով հավաքում էի այդ երաժշտությունները ձայնագրում ուղղակի։ Ասում դու մաթեմատիկայից դուրս եկեք, մաթեմատիկան կոմիջից չէ։ Դե հիմա ես ոչ մեկի չեմ մեղադրում։ Չէ, դե պետք է ստացվի։ Ասում են կանոնադրությունը այստեղ պետք չէր Չէ, դե ես պետք է ստացվի, չէ, սխալի հարցը չի, դու եկել ես նրան ինչ որ դու ճանաչել ես։ Ճիշտ ես։ Ու ես այդպես էի պատկերացնում։ Այնտեղ դա աշխատել է, ու դու ասես, վայ, սպասի, արդեն ստեղծված կա ամեն ինչը կա, սպասի մի հատ իմպլեմենտ անենք մեր մոտ, բայց ասենք թե դժվար, հետո նաև ինձ թվում է նաև երևի բելգիացիները ավելի տենց կանոնավոր են հայերը տանեկան կյանք, բարեկամություն, միջոցառումներ, մի քիչ ավելի դժվար։ Ամեն դեպքում
Ընթացքում մոտիվացիա պետք է լինի, որ ինչ որ բան ես անում, հետո Իհարկե պետք է զգաս, որ բոլորը դրա մեջ միասին Հայ ստատիկը բավականին լավ ոգևորված ինքն էլ ես ինչ ասել եմ, տպեց, ինչ պետք էր առավ, այսպես ուզում եմ ասեմ, ինքն էլ մասնակցեց։ Հա, ես հիշում եմ ինքը լավ այն ժամանակ այն առաջ աղջիկը։ Հիմա էլ գիտես, եթե հնարավորություն լինի կարողանենք հավաքել, լավ կլինի։ Կարելի է աշխատել։ Գուցե արժի հավաքել հիմա։ Միգուցե, եթե մոտեցումով, եթե ցանկացողներ կլինեն երկելու, դիմեք Սյուզաննային։ Կամ սիրելի Մարիշին, բոլորը Չէ, գործ չունեք, չէ, ինձ մի դիմեք Սյուզաննային, նա պոստի վրա տագեմ անելու քեզ, թող բոլոր դիմումները գան դեպի քեզ։ Ես մեծ հաճույքով ինչ որ կարամ կանեմ, կօգնեմ, կաջակցեմ, բայց հա։ Չէ, ինչի՞ չէ, ես վստահ եմ մարդիկ կան, որ կարող ցանկանան։ Կային, շատ լավ էլ երկողներ կան։ Ասենք կարող փոքր խումբ լինի, մեծ չլինի, ասենք ավելի, հա։ Բայց մարդիկ ով գիտակցում են ու պատրաստական են։ Տեսեք, մարդիկ կային հիմա, որ ասում են եք նոտա չգիտենք։ Հա։ Ես էլ ասում եմ, իսկ ինչի չգիտեք, միգուցե սովորեք։ Մի քանիսը կարծես լավ չէին ընդունում դա, բայց Ալվարդը 70-ին լսեց, հասկացավ, ընդունեց։ Ալվարդը երաժշտական դպրոց, գիտարի բաժին, սոլֆեջոն սովորեց, նոտաները սովորեց։ Ալվարդ ուրիշ է։ Ալվարդի մեջ այդ սովորելու, այդ իմանալու, այդ ջանքը, այդ ցանկությունը մի ուրիշ է։ Այդ էլ ուզում եմ ասեմ, երբ դիգրամ ինտերվյու։ Այնպես չի, որ իմ ուզածը չգիտես ինչ։ Չէ, հարցը դա չի, հարց նայա թե նա ով ինչ սպասումով է գալիս, ով ինչ չափի ուզում է, կարող է մարդկա ուղղակի գելա, որպեսզի երգի մի քիչ իրան ժամանակ անցկացնի, կոմոդիցիումը ավելի կլասիկ է եղել, ավելի պահանջված է եղել, ու իրանք պահին պատրաստ չեն եղել այդ լրջությամբ ներգրավվեն, հարցը նա մեջ չի, թե դու սխալ ես արել կամ իրանք, հարցը այդ սպասումների եւ առաջարկի միջև է, այսինքն դու ավելի տենց կլասիկ, ավելի տենց լուրջ մոտեցում, հա, իրանք ուրիշ ձև են պատկերացրել, հա, ասենք պետք է նորից դնեն նոտա սովորել, ես դրա համար չեմ ասում լավ էր, լավ չէր, ուղղակի չստացվեց, տարբեր էր, կապ չունի, հա, ամեն դեպքում փորձել եք, փորձեցին, ստացվել, հա, որպեսզի հասանք երևի չգիտեմ որ թվականներն էր արդեն, բայց 19 թվականին մի հատ եթե թույլ տաս պատմեմ, ասա, իհարկե, բոլոր գաղտնիքները 19 թվականին ես Ռոբերտ ամուսնացավ, այսպես ասած, մենք գնացինք Հայաստան, բոլորով, այսպես ասած, Հայաստանի տեսարան վայրերը մանեկանք, շատ հետաքրքիր էր մի քանի օր շրջագայեցինք ամբողջ Հայաստանով, վերադարձա սեպտեմբերին վերադարձանք ու դասերը սկսեցին երաժշտական դպրոցում, ունեի դասարան, որտեղ հայ երեխաներն էին, որպեսզի հայերենով կարողանայի հետնել։ Դու դեռ այդ շենքում էիր, այդ եկեղեցու շենքում։ Եկեղեցու։ Եկան հավաքեցին երեխաները ու ես շատ ողջավորված իմ ճամփորդությունից, ասի երեխաներ գնացեք այս տարի Հայաստան, ես ինքս եղել եմ, բոլորը գնացել էին Հայաստան, բոլորը։ Ասեցի դե հիմա եկեք պատմենք մի քիչ իրար ինչ է տեսել, ինչ եք տեսել։ Միաձայն բոլոր երեխաները ասեցին Երևան մոլը։ Ասեն երեխաներ, ձեզ ուրիշ տեղ չեն տարել։ Ասում պապիկի գերեզման հետո գնացենք, բայց ամենալավ տեղը Երևան մոլն էր։ Հիմա որտեվ խաղեր կար երևի այնտեղ։ Խաղեր կա երեխաների համար, չէ՞, այդպես չի ստացվում։ Այսպես ասած, ասма քեզ չասեցին դու քո ուզածը տաս, հա, ինչ ես ուզում մենք ասենք։ 3 ամիս երեխաները մնացել են Հայաստանում ու իրենց միակ հիշողությունը մնացել է Երևան մոլը։ Մի րոպե կներեք, իսկ դու Երևան մոլ գնացել էիր։ Ես գնացել էի Երևան։ Ինչի՞ որ այդպես տպավորություն թողել։ Ես երևի չես խաղացել։ Չես խաղացել դրանից է Սյուզաննա։ Ես համոզված եմ, որ տարել են ծնողներ էլի, տեսարժան վայրեր։ Տարել են, վստահ եմ որ տարել են, բայց այդ երեխեքը կամ հավես չունեն դրա մասին խոսալու, որ քեզ ասեցին։ Խաչաձև հարցերից հետո պարզեց, որ ընդհանրապես Խաչաձև հարցերից։ Ոչինչ չեն հիշում, բացի Երևան մոլը։ Այստեղ ես մտածելու առիթ ասեցի լավ,
այս երեխաների ծնողներ ունեն։ Հավաքեցիր տարար Հայաստան։ Ծնողների հիմնական մասն էլ այստեղ են ծնվել, չէ՞։ Ոնց կմեղադրես ծնողին, չես կարող մեղադրել։ Դե կողը չեն ծնվել, կողը մեծացել ուղղակի, հա, մեծացել են այստեղ, այսպես ասած, դպրոցում անցնում են ուրիշ լեզուներ, ում կարելի է մեղադրել, ում մոտ որ գնում են հայերը ինչ-որ բան սովորելու, ու պարզվեց դա ես էի։ Ասեցի, սենց գլխատները փոխում էի, որ ես հայնի դասատուն եմ, վաղը երաժշտության։ Մտածեցի, որ իրոք ես անելիք ունեմ, այսպես ուղղակի երեխաներին Մոցարտի այսինչին ծանոթացնելով հայկական համայնքի համար կարծես թե ոչինչ չի արվում իմ կողմից։ Որոշեցի երեխաներին փոքր ծանոթացնեմ Հայաստանի հետ, ասում երեխաներից իսկ ինչ եք սիրում, ինչ եք լսում, Պապայի մեքենայի մեջ այս երգն ենք լսում, մամայի մեքենայի մեջ այս երգն ենք լսում։ Ու ես հասկացա, որ երեխաներին մոտեցում որպես ավելի ճիշտ կլինի երգի միջոցով։ Երգի միջոցով մատուցել Հայաստանի մասին որոշակի տվյալներ, սերմանել իրենց մեջ։ Ու սկսեցի թեմայով մտածել, ինչ կարելի է անել։ Ու որոշեցի ինչ կարելի է անել։ Սկսեցի գրել փոքրիկ երգեր։ Ես քեզ բերել եմ երգի միջալոց։ Ինչ լավ է։ Քեզ ցույց տալ, որ դու քո կարծիքը Շատ շնորհակալություն։ Հա։ Շատ հայկական է դա արդեն բանը։ Այո։ Երգերը ես եմ գրել, բառերը մայրիկս սերում է Խաչատուր Աբովյանի սերունդներից, ինքը Խանաքերտի է, հենց այդտեղից է, Խաչատուր Աբովյանից է սերում, ինքը բանաստեղծի գրում է շատ լավ։ Իր գրած բանաստեղծությունների հիման վրա, այսպես ասած, ես իհարկե փոփոխություններ եմ կատարել, գրեցի երգերը։ Ու եթե նայես գրքի մեջ, ինչ է լինում, փոքր տեղեկություն։ Հա, ես կնկարեմ կբանանեմ, հա։ Տես ինչ փոքր տեղեկություն։ Ինչ լավ է։ Աշխատել եմ այս կարճ տեղեկության մեջ ու բառերի մեջ ընդգրկել հայ բանաստեղծների անուններ, հայկական տեղանուններ, որ ծնողը կամ ասենք ուսուցիչը կարդան, իրենք հենց հարց տան, ասեն, այստեղ գրված է, ասենք Խաչատուր Աբովյան կամ Վահան Տերյան, ով է Վահան Տերյանը, մի հատ երեխաներ եկեք հետաքրքրվեն։ Հարց տվեցին։ Այդպես եմ արել։ Հարց տվել են, դա է նպատակը եղել։ Հա, Առաջին երգը որ գրել եմ, դու կարող ես լսել։ Եթե մարդիկ ասենք թե ուզենան գնեն այս գիրքը, որտեղից կարող են քեզ դիմեն։ Հենց ոչ, հենց գրադարանում վաղուց դրված Վաղուց դրված գրադարանում։ Amazon-ի վրա էլ կա։ Amazon կոչվում է կանչ լապել։ Սա ֆրանսերենն է, կա անգլերենն է, կա ռուսերենն է։ Հա, փաստորեն տարբեր լեզուներով։ Տարբեր լեզուներով թարգմանել եմ, ներկայացրել եմ գիրքս Հայաստանում Համոսահյան անվան գրադարանում։ Ինչ լավ է, հա։ Հանդեսնարել շատ լավ ընդունվեց, Ռուսաստանից Յակուտ համայնքի ղեկավարը խնդրեց, ուղարկել եմ, որպեսզի այնտեղ երեխաներին այս մեթոդով սովորեցնեն։ Ինչ լավ է։ Հա, շատ լավ է։ Բոլոր երգերը նպատակային են, որ YouTube-ում կան, որ շատ լավ մակարդակով ձայնագրված, կարող եք լսել։ Գնամ կնայեմ նրա մասին ավելի։ Առաջի երգը որ գրեցի, ճիշտն ասած, երեխաների հետ երգեցինք, այնքան հավանեցին, հետո ասում լավ երեխաներ, հիմա ուրիշ բան այն երգերից չկա։ Հիմա փաստորեն դու դաշնամուրի դաս ես տալիս, նաև երգի դաս ես տալիս, թե ոնց է կատարվում։ Ընդհանրապես երաժշտության դաս է։ Չէ, ես դաշնամուրի դասեր եմ տալիս մասնավոր։ Հա։ Բայց նաև կա երաժշտության եւ սոլֆեջոյի եւ երաժշտական գրականության դասեր։ Հա։ Ուղղակի այս գիրքը այդ թեմայի մեջ չեմ ես դասավանդում։ Չէ, ես ուղղակի հայ համայնքների համար եմ գրել։ Բարձա։ Ես սրանով դաս չեմ տալիս։ Հա, դու չես տալիս, դա ուղղակի բան է։ Սա ուղղակի ես ինքս կազմել եմ այդ նպատակով։ Ուրեմն նախևառաջ ուզում եմ ասել, ուղղակի սեպտեմբերին որ ես կազմակերպել էի դպրոցների ու ընդհանրապես երեխաներով զբաղվող հայկական կազմակերպությունների տենց հանդիպումը մի քիչ վերջի վայրկյան էի կազմակերպել, նախևառաջ ուզում շատ շնորհակալություն քեզ հայտնեմ, որ դու սենց միանգամից շատ ոգևորված եկար մասնակցեցիր, հա, ինձ շատ լավ ժամանակ անցկացրեցինք ու ուզում շնորհակալություն ասել, շատ վերջի վայրկյաններ, բայց բոլոր մասնակիցներին, որ ասում եմ, ես ուրախությունից
ցավոք ոչ բոլորը կացան մասնակցեն հենց դրա համար ժամանակի, բայց դու բերել ես sense մի հատ գունավոր դաշնամուր, որը բաներ անում, sense կլորվում ծալվում էր sense ռոլիկի նման կլորվում ծալվում էր ու շատ գունավոր ուրախ էր ու դու ասեցիր որ դու դա օգտագործում ես փոքր տարիքի երեխաների դաշնամուր 4 տարեկանից քանի որ երեխաները գրքարթակ չգիտեն իրանց համար գույներով շատ հետաքրքիր մեթոդ է ես մտածեցի ես մեծ հաճույքով օրինակ դրանով փոքրված կսովորեի ճիշտ է բայց գիտեք ինչքան շատ մեթոդներ կան բացի նրանից այդ տերթոտիկի մրակով ճիշտ է բայց շատ մեթոդներ կան ես դա տեսա ու շատ մտածեցի որ շատ ու նաև գիտեմ որ հետո արդեն այդ հանդիպման շնորհիվ ասենք sense դու նաև քեզ հրավիրել էին մեր եկեղեցու դպրոցը նանոենք գնացել էիր հանդիպել էիր բալիկների հետ երեխաներ Շատ երեխաներ։ Ես շատ ուրախացա ճիշտ ասած որ տեսա այդ նկարները, գիտեմ դու էլի ասել նանոնել էր ասել։ Այո, քո շնորհիվ ծանոթացա։ Մեր բոլորի, որտեղ դա համագործակցությունն է բոլորի միջև, բայց ես ուրախացա որ ոնց որ առիթ հանդիսացա որ ծանոթանաք ու շարունակեք, որտեղ շատ կարևոր է դա։ Այնտեղ ներկայացրեցի հայկական օպերայի ծագումը, երեխաները ինքնից հետաքրքրությամբ էին լսում, սովորեցինք մի փոքրիկ երգ, միասին երգեցինք, երկձայն երգ ես զարմացա որ այդքան լավ դաստիարակված շատ լավն են մեր բալիկները այդ դպրոցը մամաձեց նանոենք է շատ բոլոր դպրոցներն էլ իհարկե տեսար այդ ով ներկա էր բան բոլորը պատրաստված sense շատ պոզիտիվ շատ լավ մթնոլորտ էր այո վերջում բավականին մեծ հաճույք ստացանք երաշտական ձևավորումից երաշտական լավ է շատ էլի կանենք անպայման էլի կանենք բայց ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն անել քեզ ու բոլորին որ sense իմ sense վարքյանական մտքերը sense սպասում եմ ասում դերավ կասեն մարիշ ուշա ժամանակային է դուք էլ ասում եք չէ բան լավ գալիս են բան շատ հաճելի ցավոք սրտի մեր ժամանական սահման չի չնայած ես վստահ եմ որ ժամերով կարամ զրուցեմ քո հետ ու նոր բաներ իմանամ ու սովեմ որ այս ինտերվյուն մարդկանց ոնց որ հետաքրքրի որ գան իրանք անձամբ քո հետ ծանոթանան ու քո մեթոդներին ու քո երկի ամենին ու նաև եթե երգչախումբ մարդիկ ուզում գան կդիմեն ես մի քանի հարցեր եմ պատրաստել որոնք միշտ բոլորին ձեռքում գալիս են ինչպես ես ուզում որ քո մասին հիշեն ինչպես որ ապրում եմ եթե ես ապրում եմ ինչ որ մի ձևով ուրեմն հենց այդպես էլ թող ինձ հիշեն Ես հենց դրա համար էլ ապրում եմ, հենց հիշեմ, որ հայտան կարաոկեին դու ինձ երգում ես, որ երգում ես քեզ սիրում, սեր էի բացատրում, ինչքան լավ անցավ այդ օրը, ինչքան հավես ծիծաղեցինք։ Եթե ինչ-որ մի բան պետք է անվճար անեիր, կյանքում ինչ կանեիր։ Երեխաների դաստիարակությանը։ Եթե դժվարություններ են լինում քո կյանքում, ինչպես վերաբերվում դժվարությունները, ինչպես կառավարում դժվարությունները։ Դե դժվարությունները նրա համար են, որ կարողանաս ինքդ քեզ անցնես, հաղթահարես, առանց դժվարությունների կյանք։ Իսկ քո դեպքում որ դժվարություն չի լինում, դու ստեղծում ես, դու սովորում ես բան այդ չելենջները։ Այո, դա կարիք ունես դրա։ Արդյոք դու տոնել կամ նշել ես քո ձեռքբերումները երբևիցե։ Ես ուրախանում եմ իմ ձեռքբերումների համար։ Չէի ասի թե տոնում եմ, չեմ սիրում մեծարվել, բայց ես ինքս իմ մեջ բավարարվածություն պետք է զգամ ու դա ինձ մեծ ուրախություն է բերում։ Կարևոր է դա իհարկե։ Ինչի համար ես երախտապարտ։ Երախտապարտ եմ մայրիկիս, որ այդքան մեծ սեր է տվել։ Շատ։ Առանց ոչինչ տալու ստացել ես մայրիկից։ Այ դա շնորհակալ եմ։ Կա ինչ-որ բան, որի համար զղջում ես։ Երևի թե որ երկար մտածեմ կարող է լինի, բայց աշխատում եմ այդ մասին չմտածել։ Ես գտնում եմ որ կարող գնալ ֆիզիկա սովորեիր կամ չգիտեմ քիմիա ժամանակ ծնվել եմ այն ժամանակ որ արդեն սովորել է այդ առարկաների պետք չէր գալու ինչ կփոխեիր քո կյանքում ոչ մի բան հիմա չէի փոխի բայց կուզեի որ ասենք թե երիտասարդ մնայինք բոլորս չեմ կարող փոխել հոգում երիտասարդ ես այո մի քիչ երկար երիտասարդ մնայինք ու ոչ միայն ես բոլորս ճիշտ է բայց ցանկանում որ միշտ այդ հավեսով այդ պոզիտիվ մոտեցումով միշտ պահես որտեղ դա վարակիչ է կոմոդ էլի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ իսկ վերջացնում ենք կարող եմ մի բան էլ ես ասել ասա
փոքր կարճ կպատմեմ, տատիկս շատ էր սիրում գիրք կարդալ, ամեն անգամ գնում առնում էր նոր հրատարակված գրքերը, կարդում էր ու դուրս էր գալի ոգևորված, այ ծառացած դեմքով, ասում էր վերջացրեցի գիրքը, ասում էին, հա տատի, ինչի մասն էր, ասում էր մարդու կյանքից էր վերցրած։ Հիմա ուզում եմ ես քեզ շնորհակալություն հայտնեմ, Մարիշ ջան։ Իրոք քո հաղորդումը մարդու կյանքից է վերցրած չի մեծանուն ինչ որ մեկի, վերցրած չի, չգիտես ինչ տաղանդավորի կյանքից, այլ իրոք մարդու կյանքից, այն մարդու, ովքեր ապրում են մեզ հետ, մեր կողքին, որոնց կարողանում ենք քո շնորհիվ ավելի լավ ճանաչել, սիրել, հարգել, ու դա շատ մեծ աշխատանք է։ Մերսի, շատ մերսի Սյուջան, բայց ուտես, որ մեր կողքին ինչքան տաղանդավոր մարդիկ կան, որոնք պարզապես ուղղակի ապրում են եւ տարածում են իրանց տաղանդը իրանց շուրջը։ Ինձ դա է հետաքրքրում, որտեղ ամեն մարդու հետ ես վստահ եմ, մենք ասենք շատ իրար հետ հանդիպել ենք տարբեր առիթներով, բայց ասենք երբեք ժամանակ չենք վերցրել, ասենք ինչ որ զրուցենք, հա, իսկ ասենք այս ինտերնետը ինձ հնարավորություն է տալիս, որ նաև ավելի ուրիշ ձև մարդկանց ունկնդրին նույնպես ու շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, անկեղծության համար, գալու համար, որտեղ դա էլ ու ուրախ եմ, որ կարողանան մարդիկ քո շուրջը, իմ շուրջը ավելի լավ ճանաչեն, թե ով է Սյուզաննան ու ուղղակի հաճախ հանդիպում են տարբեր առիթներով, որտեղ այսօրվա այդ ընթացքի մեջ մենք չենք հասցնում ժամանակ վերցնենք, որ ճանաչենք, ու դրա համար ցանկանում եմ, որ բոլորը ժամանակ վերցնեն ու ճանաչեն իրենց շուրջ գտնվող մարդկանց, որտեղ կյանքը շատ կարճ է ու ես միշտ ուրախանում եմ մարդկանցով, որ այդպես էներգիա ունի ու տարածում այդ էներգիան իրանց շուրջը, կապ չունի ինչ մասշտաբով, կարևորը որ ցանկությունն է ու տարածումն է ու բրբտումն է։ Իսկ մեր ունկնդիրներին էլ խնդրեի, որ եթե հավանցիք հարցազրույցը կիսվեք ձեր ընկերների հետ, կոմենտներ արեք եւ ինչու՞ չէ, նաեւ գրեք Սյուզաննային, թե ինչպես գտաք, ոնց հա հավանեցիք կամ ձեր կարծիքները կիսեք մեզ հետ։ Բոլորին ջերմ համբուրում ենք եւ ցանկանում ենք բարի երեկո։ Բարի երեկո բոլորին։ Մերսի։